մնում մի հատ բաղնիքի դուրն էլ բացի քաղաքացու վրա դուշ պահի մեջ կքսի, հա, ես չեմ ուզում, որ մենք բոլորս հունիսի 8-ին կանգնենք փաստի առջև։ Հույս ունենամ Վահագն Խաչատուրյանի սառնարանում մենակ ասենք յոգուրտ է։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ։ Շնորհակալ եմ Տիկին Զորաբյան հրավերելու համար։ Տիկին Զորաբյան քարոզարշավի 4-րդ օրը մեկնարկել է արդեն, կրկին ուժերը դուրս են գալիս փողոց, հանդիպում քաղաքացիների հետ, խոստումներ տալիս, հա, փորձում են քվեն քաղաքացիների, այսպես ասած, ստանալ։ Ու եթե ընդհանուր պատկերը ամփոփ ենք, դե բնականաբար, այսպես, հա, ամենաակտիվը իշխող ուժն է, որ առավոտից երեկո այսպես մարզեր են այցելում քաղաքում շրջում։ Եթե ընդհանուր այսպես խոսույթը նայենք, որ ուժը ինչ է առաջարկում, ինչպես է մեկնարկել քարոզարշավը, տեխնոլոգիաները, ամփոփենք պատկերը, ինչ ունենք այսօր։ Տեսեք, մենք պիտի ունենանք խիզախություն խոստովանելու, որ Նիկոլ Փաշինյան, այսինքն իշխող ուժը, շարունակում է շատ գրագետ, հետևողական, ֆանատիկի, մոլագարի համարությամբ Նիկոլը շարունակում է աշխատել իր էլեկտորատի հետ եւ գրավել նորանոր բարձունքներ, նոր էլեկտորատներ, երբ որ ինքը առանց թակելու մտնում է քաղաքացիների տները, մնում է մի հատ բաղնիքի դուրն էլ բացի քաղաքացու վրա դուշ պահի մեջ կքսի, հա, ի տարբերություն մեր ընդդիմության, որը աշխատում է իր հանդիպումները կազմակերպել կոմֆորտ միջավայրում եւ խուսափում է անհարմար հարցերից։ Հիմա դրա ժամանակը չի եւ ընդդիմությունը այսօր այնքան բաց կարող է լինել ժողովրդի հետ եւ այդ բոլոր Նիկոլի կտերին կներեք այդ բարի համար պատերազմի եռագլուխներ, թալանը, նախկինը, այնքան այս ռեժիմը ընդդիմության ձեռքը, հա, բոնուսներ ա տվել ճակերտավոր, որ կարող է ժողովրդին բացատրել, որ մեր ընդդիմադիր լիդերները ոչ թե պիտի փախնեն իրան չսիրող քաղաքացուց, այլ քաղաքացու ձեռը պիտի բռնեն, պիտի ասեն արիստեղ, որ ասում ես Արցախը ես եմ հանձնել, սենց, որ ասում ես թալանը այսպես, բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլը շարունակում է մտնել մարդկանց լոգարանները, շարունակում է նույնիսկ իրեն մերժողների այդ կրծած քարտեզը չվերցնողների վրա տերոր եւ գրոհ անել, հա, իսկ մեր ընդդիմությունը շարունակում է։ Բայց իհարկե հունիսի 7-ին այդ իրականությունը բախվելու է, չէ՞ որքան է։ Այո, իսկ մեր ընդդիմությունը շարունակում է այդ նավթալին քարոզարշավը։ Հիմա եկեք չզարմանանք, որ հունիսի 8-ի լուսապայծառ մի արարատյան առավոտ մենք զարթնենք եւ կանգնենք բավականաչափ տխուր իրավիճակի առջև։ Խոսում է 65%-ի մասին, սահմանադրական մեծամասնության մասին, իրատեսական է սա։ Գիտեք, ես իհարկե սարսափում եմ այդ գաղափարից, բայց որ այս տեմպերով, այս տերորով, այս մանյակալ շիզոիդալ համառությամբ, որ ինքը գնա եւ ընդդիմությունը շարունակի այս ինչ ասեմ, ըստ էության իներտ քարոզարշավը երկել պարելով, հասկանում ես, երկով պարով, սալյուտներով ընդդիմությունը ռեալ պիտի ես տպավորություն ունեմ, որ երբ որ նայում եմ Նիկոլի քարոզարշավին, տպավորություն ունեմ, որ իշխանության հենց հիմա նախկիններն են, Նիկոլն էլ ընդդիմադիր պատգամավոր կամ ընդդիմադիր գործիչ է, եկել է եւ ժողովրդին պատմում է, թե ինչ ահավոր են այս նախկինները եւ ես չեմ տեսնում, որ ընտրապայքարի մասնակից ուժերը կարողանան ասեն ստոպ, Նիկոլ, դու 8 տարի դե ասելով չէ էլի։ Ասում են քո օրոքի ամենաշատ պատերազմը եղել, մարդկանց բացատրում են։ Չեմ բացատրում։ Գուցե սխալ են անում։ Սխալ են բացատրում։ Իրանք հանդիպում են այն մարդկանց հետ, ովքեր իրանց կոմֆորտ են, որտեղ ես որ նայում եմ, տեսնում եմ նույն այն քաղաքական ուժը, որտեղ ես եղել եմ, նույն մասսանա, որ եղել է 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, այսինքն, եթե դու գնում ես, քո հանդիպում ես մշտական քո ակտիվի եւ քո համակիրների հետ, դա քարոզարշավ չի, դա քարոզարշավի գալչկա է ընդամենը։ Ցավոք սրտի։ Այ, այսպեսի մի հարց է, ընդդիմադիրներից ով է, այսպես ավելի իշխող ուժը հետ բարձ է, հա, ով է ավելի այսպես գրագետ, ավելի Տեսեք, ես հիմա չեմ ուզում որևէ անուն տամ, որովհետև ես դեռ 5-րդ օրն է քարոզարշավի, ես դեռ դիտարկում եմ, իդեպ շատ մանրամասն եմ դիտարկում բոլոր ընդդիմադիր ուժերի, հա, հիմնականը, ովքեր շանս ունեն անցողիկ շեմը անցնելու, եւ պիտի ասեմ, այնպես չի, որ անցողիկ շեմը անցնելու շանս այս պահին առնվազն 3 ուժ ունի, չէ, այդպես չի։
այդպես չի։ Եկեք տարբեր վճարովի սոցհարցումների թվերով չխաբնվենք։ Ովքեր ունեն։ Եկեք ես հիմա անուններ չտամ։ Դե բնականաբար Սամվել Կարապետյանը եւ եւս մի ուժ, երրորդը չկա այս պահին եւ եկեք այդ վճարովի սոցիոլոգիական հարցումներին չհավատալ։ Ես չեմ ուզում, որ մենք բոլորս հունիսի 8-ին կանգնենք փաստի առջև։ Ունի հնարավորություն ընդդիմությունը դեռ ռեստարտ անելու իր նավթալին աշխատավոճը, հա, այդ երկերը, պարերը, այդ ռաբիզ երաշտությունը, այդ ես չգիտեմ, այդ երկերը, ինչի վրա եք երկում, այդ տանց պլաշատկա ձեր միտինգները բարում ոնց է նրանց դեպքում ընդունելի է տեխնոլոգիա նա իշխանությունը նա ասում է որ ես բերել եմ խաղաղություն ես տժում եմ ընդդիմությունը եթե տժում է պարուն երկում է ուրեմն ինքը ընդունում է որ Նիկոլը ճիշտ է ասում որ ինքը բերել է խաղաղություն եւ դրա համար ինքն էլ է տժում ինձ հասկանալի չի որ ընդդիմությունը իր հանրահավաքներին երկպար ինչ որ պարում են թռնում են Նիկոլը կարա պարի Նիկոլ ուզում է խափի ժողովրդին ասելով որ ես բերել եմ խաղաղություն բոլոր հարցերը լուծված է ինձ մնացել է տժալը պարելը Բայց ինչ անեն միայն ելույթներ ունեն Ոչ, նրանք պետք է մտնեն, այ ոնց է Նիկոլը բացում, անգամ բաղնիքի դուռը, հա, մտնում, ասում արի մի հատ մեջքդ քսեմ։ Հա, նույնը պետք է անի նաև ընդդիմությունը։ Այո, պետք է անի։ Ես հասկանում եմ, որ գծեր կան, որ դժվար է այդ գծերը անցնել։ Պադոշիզմի մի հատ գիծ կա, հա, պադոշիզմի որ դժվար է անցնել, բայց եթե դու ի վերջո այս հունիսի 7-ի ընտրությունը ընդհանրապես մեջ պետք է միջև վերջ մտնել։ Այո, բայց կա այնպեսի գործիչ, ով որ զգում եք, որ իսկապես պատրաստ է, հա, մի կողմ դնել այդ ամբիցիաները, այդ քաղաքական լիդերի այդ կերպարը, ու մտնել իսկապես։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պարկում օրինակ 18 թվականին։ Ոչ, մեր ընդդիմադիր լիդերների մեջ չկա, պետք է ընդունենք, բայց ընդդիմադիր տարբեր ուժերի շարքում կան գործիչներ, ովքեր կարան այն որ սենց վաբանկ գնան այդ Գարղազարյանը եւ մի քանիսի անուններ կարող եմ տալ, հա, նաեւ, բայց Ես չեմ տեսնում, որ մեծ թիվ են կազմում այն դեմքերը, ովքեր պատրաստ են այսպես հա բուլդոզերի, Իսկանդերի նման գնալ առաջ, որտեղ սա շարքային ընտրություն չի։ Այս ընտրությամբ որոշվելու է հայկական Հայաստան լինելու է, թե չէ։ Եթե շարքային ընտրությունն էլ կասենք դե ընտրությունն է, հիմա թող Վալոդի փոխարեն Հայկուշը լինի падգամավոր ընդդիմադիր, մեզ համար դա բան չի փոխում։ Սա այլ որակի ընտրություն է, սա Հայաստանի պետականության լինել, չլինելու ընտրությունն է եւ այս ձևի տաշիներով, պարերով, երկերով, իդեպ անորակ ռաբիզ պսևդո հայրենասիրական ընդդիմություն չպետք է լինի։ Նիկոլը կարա երկի տժա Նիկոլը կարա տժա, կարա դիսկոտեկ միացնի պարի, որտեվ ինքը ժողովրդին ուզում է բթացնի զգոնությունը, անեստեզիա է անում, նարկոզ է տալի ամեն օր, ասելով ես տժում եմ, երգում եմ, պարում եմ, որտեվ ես քեզ բերել եմ խաղաղություն։ Կարամ իմանամ մեր ընդդիմությունը ինչի է պարում։ Ինչի են իրանց միտինգներին, փողոցներում պարում։ Եթե պարում ես, դու ընդունում ես, որ Նիկոլը բերել է խաղաղություն, դու էլ եկել ես Նիկոլի տանց պլաշատկայում պարում ես։ Փոխեք ձեր մեթոդոլոգիան։ Այդքան պլաշիկներ եք բերել։ Ինչ փոխեն։ Գնան մտնեն տները, չեն անում։ Հերիքա այդ հրապարակային հրապարակներում միտինգներ հավաքելը, մարդկանց վզին թիվ դնելը, ձեր ակտիվից ամեն մեկը այդ ամեն ինչի միջով ես անցել եմ։ Դա արդյունավետ չի։ Մտեք, բացեք։ Ես կուզենամ մեր լիդերներին տեսնել, ես չեմ պատկերացնում, որ ասենք չեմ ուզում անուններ տամ, բացեն մի քաղաքացու տուն մտնեն։ Ոնց, իրանք ոնց կարան, իրանք մեր ընդդիմադիր լիդերներին պատկերացրեք, հա, մի հատ պատա պետք է արվի 21-րդ դարն է, այդ նավթալին երկար բարակ հարցազրույցները, այդ սոցիալական ցանցերում այդ ձեր ֆեյքերը, որ տակը գրում են մեր լիդերին բան չասեք, մեր լիդերը ամենահզոր, չի աշխատում, դա ոչ միայն չի աշխատում, այլև հակառակ էֆեկտ է ունենում, սա է խնդիրը։ Բայց դե ես չգիտեմ հիմա ինչ ասեմ։ Պատկերը ինչ կլինի։ Հա, բացարձակ չէ։ Այո, պատկերը բարձ չի։ Տիկին Զորաբյանի, ուզում եի անդրադառնանք նաև Ռուսաստանի նախագահի հայտարարությանը, ինչ էր ասում էր Երևանը պետք է կողմնորոշվի ԵՄ թե ԵԱՏՄ, ընդ որում առացում էր, որ հանրաքվեի միջոցով ու սա վերջնագիր էր, թե դեր խաղալու տեղ, այսպես ասած, թողում էր, ինչ էր ասում էր մենք կընդունենք ցանկացած արդյունք, որը ժողովուրդը կընդունի։ Այո, մեղմ եւ քաղաքակիրթ բաժանման կգնա։ Երևի առաջի անգամ Ռուսաստանը շատ հստակ դրեց, որ Նիկոլ, երգես թող մի քիչ էլ խաղամի լուֆտ
մենք չենք տալիս, դու պիտի որոշես եւ չես կարող արդեն քո իշխանության հետույքը ինչպես արել է 8 տարի տեղավորել եւ ռուսական եւ արևմտյան աթոռների վրա դրան հետեւեց տեսանք Նիկոլի պատասխանը որ երբ ուզեմ այդ ժամանակ էլ որոշում կկայացնեմ չէ տենց չի լինելու որովհետեւ պարզապես ականջից բռնելու են Հայաստանի եւ դուրս են շպրտելու ԵԱՏՄ-ից եւ եթե ԵԱՏՄ-ից դուրս շպրտելը ընդամենը հետևանք ունենար այս ռեժիմի համար ես կասեի տեղն է բայց ամբողջ խնդիրը այն է որ ԵԱՏՄ-ից դուրս շպրտվելու տնտեսական ամբողջ պրեսինգը արհավիրքը այո իրա վրա զգալու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ պատահական չի որ Պուտինի ինադու եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարեց որ Բրյուսելը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ԵՄ անդամակցելու Հայաստանի ցանկությունը սա կուտ է որ նորից տալու են Հայաստանին հիշեցնեմ որ 39 տարի է Թուրքիան ԵՄ անդամության տեխնացու է եւ ես կարծում եմ եւս մի 3-39 տարի ինքը կմնա անդամության տեխնացու։ Ու Հայաստանի համար բացառություն անեն։ Չեմ կարծում որ բացառություն անեն, որովհետեւ այդ որոշումը պիտի կայացնեն ԵՄ բոլոր երկրները, իսկ ես վստահեցնում եմ ձեզ, որ ԵՄ տարածքների ընդլայնում այս ռեգիոնում ԵՄ օրակարգում չկա եւ չի լինելու Եվրոպական միությունը իր բալաստ, իր աղքատ անդամների ձեռքն ակրակն ընկել Մերձբալթյան հանրապետություններ, Բուլղարիա, անգամ Հունաստանը, հա, որ այդքան պարտքա ԵՄ բյուջեին, երբ որ խոսում ես հույների հետ, մարդիկ խելագարվում են, որտեղ իրենց աշխատավարձի 55-ից 60%-ը իրանք հարկ են տալի, որտեղ իրանք երկիրը պարտքա վերցրել ԵՄ բյուջեից, այսինքն եւս մեկ աղքատ երկիր բերել դնել սեփական վզին, բնականաբար ԵՄ-ն դա իրեն թույլ չի Մինոր բեռի Ինչպես մինոր բեռ ընդունել Իհարկե դա ուղղակի հնարավոր չի դա ԵՄ ցանկությունից չի դա ԵՄ անհնարինությունից է որ այդպիսի բան չի կարող ուղղակի լինել Տիկին Զորապյան եւ ուզում եի Ռուբեն Վարդանյանը վերջերս բաց այսպես նամակ էր Հայաստանի իշխանությունին գրել MIP-ին էր նաեւ ուղված նամակ գրել ուղերձը այս նամակի տողատակերը ինչ պիտի տեսեք միջև Ռուբենի իսկապես շատ կոշտ նամակին անդրադառնալը լսում ենք ինչ որ Ալիևը նորից Չոր սպառնալիք է հնչեցնում, ասում է Հայաստանում կան թշնամություն տարածող։ Այո, Ալիևը հասկանում եք, ուրեմն թշնամանքի, ատելության, ռասիզմի, հայատյացության սիմվոլը հայտարարում է, որ Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, ովքեր մեր հանդեպ թշնամանք ու ատելություն են տարածում, ուզում ես ասել ստոյեզ Այսինքն դուք ուզում եք Ստեփանակերտում հողին հավասարեցնեք Աստվածամոր տաճարը, դուք ուզում եք Արցախի հայկական հետքը ամբողջությամբ ոչնչացնեք, դուք ուզում եք շարունակել բանտերում պահել մեր ռազմագերիներին եւ դուք ուզում եք, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը ձեր հանդեպ ինչ որ պոզիտիվ էմոցիաներ ունենա, ես հասկանում եմ, որ դուք այս իշխանությանը պատանդ եք վերցրել եւ այս իշխանությունը տառապում է Ստոկհոլմյան սինդրոմով ձեր հանդեպ էմոցիաներ ունի, բայց դուք չեք կարող հասարակությանը ստիպել, որ սիրի իր մշակութային ժառանգությունը Ադրբեջանին հայ հանրության այսպես սերը լավ վերաբերմունքը ինչին է իրենց պետք Բացարձակ իրանց պետք չի, ինքը այդ Ալիևի անհանգստանում են, որ թշնամության Այդ Ալիևի մեսենջը վերաբերում էր նրան, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ ընտրվի այն ուժը, որը մեզ սիրում է, իսկ այդ ուժը բնականաբար այս ռեժիմն է, սա է ամբողջ խնդիրը։ Ինչ վերաբերում է Ռուբենի նամակին, գիտեք, զարհուրելի է, երբ որ Ռուբեն Վարդանյանը Բերթից Նիկոլ Փաշինյանին ասում է ամոթ չէ գնալ եւ ստանալ խաղաղության մրցանակ անընդհատ խոսել խաղաղությունից ընդունել ծափահարություններ եւ չմտածել թե ինչպես են քո հայրենակիցները Բաքվի Բերթում որոնցից շատերը արդեն 1 տարի է նույնիսկ փոքր օգնություն չեն ստացել իրենց հարազատներից եւ երբ որ ես մի պահա որ ասելա որ իմ մանդատի տակ չի մտնում Բաքվում պահող ռազմագերիները բա Ռուբենը հարցնում է մի հատ ասեք ում մանդատի տակ են մտնում մեր հայրենակիցների ՀՀ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը ում մանդատի տակ է մտնում կարող է մտնում ասենք ես չգիտեմ
Թրամփի մանդատի տակ, ես չեմ իմանում ում մանդատի տակ։ Ճիշտ է, օրինակ չի կարող այստեղի մի բա այցելել։ Իհարկե կարող է, մանավանդ որ վախենում է երևի, մանավանդ որ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան ասել է, որ մենք պատրաստ ենք, Ռուբենին է ասել հանդիպման ժամանակ, որ մենք պատրաստ ենք ընդունել ՄԻՊ-ին։ Հիմա ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տալիս այս կնոջը կամ ինքը սարսափելի վախենում է Բաքու գնալ։ Մենք ռազմագերիներ ունենք Բաքվում 70 անց, որոնք լրջագույն առողջական խնդիրներ ունեն։ Մեր ռազմագերիները արդեն 1 տարի է որևէ հագուստ, նոր հագուստ, որ կարողանան փոխել, չեն ստացել։ Նրանց կապը ընտանիքների հետ խզված է, բացարձակապես բացառությամբ են բարի կամքի, որ Ադրբեջանը կարող է թույլ տալ խոսել եւ այն կարևոր մարդասիրական հնարավորությունը, որ միջազգային իրավունքի բոլոր նորմերով կարող էր, եթե Հայաստանի իշխանությունը ցանկանար, կազմակերպել իրենց Կիրթ Ալիևի հետ միասին, որ հարազատները այցելեին Բաքու, իրենց հարազատներին չեն անում, որտեղ ինչպես ասեց Ռուբեն Վարդանյանը, ձեր օրակարգում մենք չկանք։ Սա է ամբողջ խնդիրը։ Ընտրություններից հետո այս հարցով ինչ որ առաջընթաց ուզում եմ հասկանամ կլինի, թե առհասարակ ավելի մոռացել։ Ես չեմ բացառում, բոլորս սպասում էինք, որ այս Եվրոպարադի ժամանակ, երբ որ տեղի ունեցավ Հայաստանում, բոլորս սպասում էինք, որ Ադրբեջանը մի քանի ռազմագերի, որոնց մեջ չէին մտնելու։ Բայց Ալիևը ասել էր, որ այո, բայց ինչի էր ասել, որովհետև Ալիևը գազազած էր Եվրոպարլամենտի ապրիլի 30-ի բանաձևից եւ դրա համար ինքը այդ բանաձևը համարեց սաբոտաժ եւ դրա համար Ադրբեջանը դուրս եկավ Ադրբեջան-ԵՄ համագործակցության կոմիտեից, հիմա էլ սկսել է իրավական գործընթաց Եվրանեստից դուրս գալուց։ Ես չեմ բացառում, որ եթե Քարոզարշավի ինչ որ մի X պահի Ալիևը, Թուրքիան եւ Արևմուտքը տեսնեն, որ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն, չնայած առ այս պահը նրա գործերը ոնց որ թե լավ են, ինքը բարեհաջող դուրը բացում մտնում է բոլորի բաղնիքները, ես չեմ բացառում, որ ինչ որ թվով գերիների, որոնց մեջ բնականաբար չի մտնելու Արցախի քաղաքական էլիտան, որովհետև Ալիևը օրը 3 անգամ շարունակում է պնդել, որ նրանք ցեղասպանական գործողություններ կատարած հանցագործներ են, ազատ Արցախի ներկա չեմ ասեցել, մենք 23 թվականին վերջնականապես այսպես սեպարատիզմին վերջ դրեցինք։ Այո, ես չեմ բացառում, բայց ամեն ինչ կախված է ընտրությունների ելքից եւ բոլորս էլ հասկանում ենք, որ ի վերջո սա քաղաքական հարց է։ Գիտեք, երբ որ Մակրոնը, ով իր երկրում 11% վարկանիշ ունի, տենց պլինդուզի վարկանիշ, Ֆրանսիայի պատմության ընթացքում մեկ էլ ունեցել է Ֆրանսուଆ Օլանդը 11%, ստեղ սենց արևածաղիկի նման սենց, հա, բաժանում էր Նապոլեոնի հիմնած պատվո լեգիոնի շքանշանը եւ մենք տեսնում ենք, որ այս իշխանության քարոզչամեքենաները տարածում են, որ պատկերացնում եք Նիկոլը Վահագն Խաչատուրյանը, ժողովուրդ Վահագն Խաչատուրյանը չհարցնեք ով է, տենց մեկը կա, ինքը նախագահը ՀՀ սահմանադրությամբ, ինքը երկրի գլուխ է եւ երբ որ սենց Մակրոնը բաժանում էր այդ պատվո լեգիոնի շքանշանը պղծելով, հա, Նապոլեոնի հիմնած լուրջ, ես ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին 1976 թվականին պատվո լեգիոնի շքանշան ստացել է նաև Միջին Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ժան Բեդել Բոկասան, որին երբ որ դատում էին 79 թվականին, նրա սառնարանի միջից գտել են իր քաղաքական հակառակորդների կտրտած մարմնամասերը, որտեղ Բոկասան պարզվել է կաննիբալ է, ուտում է իր քաղաքական հակառակորդներին կերել է եւ այդ Բոկասան եւս ժամանակին մեր սիրելի Ֆրանսիայի կողմից արժանացել է պատվո լեգիոնի շքանշանին։ Հույս ունենամ Վահագն Խաչատուրյանի սառնարանում մենակ ասենք յոգուրտ է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի դիտողներ, Եվրոմեդիայի եթերում այսօր զրուցում ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։